Գնացեք ձեր համար քնեք, ես էլ մի քիչ Հայկոյիս հետ շփվեմ, մտնեմ մի հատ չոփոն անեմ, պարկեմ քնեմ։ Ռաշյան, իսկ կարող եմ մինչև ընկերուդ հետ խոսալը մտնես չոփոն անես։ Քուրս, որ ես չոփոն եմ անում, քունս տանում է։ Որ քունս տանի կքնեմ, որ քնեմ ընկերուս հետ չեմ կարող խոսամ, որ ընկերուս հետ չխոսամ կնեղանա, որ նեղանա կներվայնանամ, որ ներվայնանամ այդ տելևիզորը կվեկալեմ կտամ պատի։ Որ տամ պատին կջարդվի ստիպված պիտի գնամ 300,000 դրամ տամ թազա տելևիզոր առնեմ, բերեմ դնեմ տեղը։ Բայց ինչի դերեմ, որ հենց հիմա էլ եմ գնամ չոփոն անելու։ Ճիշտ ասում։ Բարձր, Ռաշյան, բարձր։ Իսկ ուրիշ գործ չունես բաղնիքում անելու, որովհետև ես ուզում եմ մտնեմ չոփոն անեմ։ Քուրս, դու հանգիստ մտի քո համար չոփոն արա։ Ես գալուց նաբերեժնիով եմ եկել, ինչ կար անելու ընդ արել։ Էլի մի քիչ ուրախացի, զվարճացի են, աղջիկները պարապ մեռան, այ ցավատան։ Էրու, տրամադրություն չունեմ։ Տրամադրություն չունես, հետո ոնց ենք բարձրացնում տրամադրություն։ Ժողովուրդ, հələ մի րոպե լռություն։ Ուրեմն հիմա նայեք ինչ ենք անում։ Այսը շիշ ենք ֆռեցնում ու շիշը ում վրա կանգնեց իմ այդ հապուրվում է։ Եղավ, համաձայնեք։ Նայք հա, նենց չունի որ մեկը չհամաձայնվի։ Ով չհամաձայնվեց, պարկած միլիցայա։ Մերում բեկում չկա, վրով հարցնում ենք, եղավ։ Այդպես ինչ ենք անում։ Բարև ձեզ Տամարա։ Մի հարց եմ ուզում ձեզ տամ, դուք կարող եք տանը շամպունь ունենաք։ Շամպունը, հա, իհարկե, Սիրկե ջան, խնդրեմ Սիրկե ջան, ուրեմն հիանալի շամպուն է։ Գիտեք, կոնդիցիոներում է, մազերի որակը լավացնում է եւ աբյոմ է տալիս։ Աբյոմ գիտեք, չէ՞։ Այո։ Բայց ձեր դեպքում աբյոմ մի խոսքով գլխամաշկին լավ աբյոմ է տալիս, խնդրեմ։ Իմիջայլոց Տամարա ջան, ես իզուր այդ հարցը չտվեցի, ես ուզում էի ձեզ հասկացնեի, որ հիմա իմ տանը պատալոգից ընենց ջուր է չռում, որ կարանք հանգիստ տակը լողանանք։ Հա, ես հիշեցի, խողովակը ծակվել էր, մեր հարևան Արսենին կանչեցի, տենց եկավ սարքեց։ Տամարա ջան, բա որ սարքեց, ինչի է ինձ թվում, որ ձեր տան մեջտեղով արաքս գետնավեց։ Դու մոտավորապես պատկերացնում ես, ես իմ տան ռեմոնտի վրա ինչքան փող եմ ծախսել, Տամարա։ Ես պատկերացնում, Սիրկե ջան, ես խնդրում եմ, մի ճնշեք, ինձ։ Հետո ինձ ձերքը քարի տակ չի, ես ձեր վերանորոգման խնդիրները կլուծեմ։ Ուղղակի մուշեղն առավոտից կորել չեմ կարողանում գտնել, որ գա գոնե սարքի։ Լավ, Տամարա ջան, դե ես սկեմ տուն, սպասենք միջև մուշեղը կգա։ Մենակ խնդրում եմ, նենց արեք, որ իմ տունը Տիտանիկի օրը չեն գնի։ Լավ։ Ես սկեմ։ Հա։ Ես պլավկիս հագնեմ, սկեմ։ Մանե, հենց հիմա Լիկային ասա, որ մեր միջև ոչինչ չկա։ Մեր միջև ոչինչ չկա։ Մանե, դու Արսենի ասածները հենցնեց մի կրկնի, դու անկեղծ ասա։ Դուք ինձնից թաքուն հանդիպում եք, չէ՞։ Հատ։ Դքան էլ ճիշտ, փաստորեն հանդիպում եք։ Ու վաղուց եք հանդիպում։ Փաստորեն վաղուց եք հանդիպում։ Լիկա մի հատ հանգստացի, մանեն մրսելա դրա համար է փռշտում։ Ոչ թե քո ասածներն է հաստատում։ Տես չի մանե։ Ահա, այդքան էլ ճիշտ։ Այդքան էլ ճիշտ, հա, Արսեն։ Լիկա, հիմա ես քեզ կապացուցեմ, որ Մանեի փռշտոցը սուտ է։ Մանե ջան, մեր ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն կդառնա, չէ՞։ Հա։ Ահա, տեսա որ սուտ է փռշտում։ Կամ էլ այդ ինչ սնահավատություն է։ Մի հատ մի կռվեք, հա։ Լիկա չեմ հասկանում, դու իմ վարքի վրա կասկածում ես։ Չէ, չեմ կասկածում, Մանե ջան, իսկ դու լինեիր իմ փոխարեն ինչ կանեիր։
Ձայնս կկտրեի ու ներողություն կխնդրեի։ Մանա, ես Լիկայի փոխարեն ներողություն եմ խնդրում։ Ես հիմա իր հետ կխոսամ, ինքը ամեն ինչ կհասկանա։ Ուշեր ջան, այդ շուտ ինձ արձակի, ես գնամ դրանց կրեմ։ Շուտ արա, հենա դանակը, շուտ արա։ Դա մի հիստերիկացի Տամարա։ Դու հիմա ես Մուշեղ։ Յա, դա թազա շնորհակալություն հայտնելու ձև է։ Մուշեղ ինչի Սերգեյին բաց թողեցին։ Այս ամեն ինչի կազմակերպիչի ինքն էր։ Ինքն էր այդ լակոտներին ասել, որ ես փող ունեմ, որ գալից տալանեմ։ Ես քեզ որ ասում եմ այդ Սերգեյից հեռու մնա, ինչ չէր լսում Տամարա։ Ախր ես ինչ իմանայի Մուշեղ։ Ինձ թվում էր դու ոնց որ ինձ խանդավառված էակից փորձում ես ետ պահել փորձանքից։ Ես ասում եմ, չէ, Սերգեյ շառա, վազդուշնի շառ, վերջ թռավ, էլ դրան գտնել չի լինի, Տամարա։ Մուշեղ, ես չես պատրաստվում ինձ արձակել։ Թե արդեն երկրորդական հարցը։ Դու ուղղակից թե չէր ու չտեսար, թե ոնց էս անչափահաս կիլերը բոտ գործիկով հարվածեց գլխից։ Մուշա ջան, դե աղջիկ են, վախեցել են։ Օրինակ դու իրանց տեղը լինեիր, ոնց կվարվեիր։ Արսեն, մարդավարի կվարվեի, իսկ իրանց արած իմ հանդեպ առնվազն շատ ներողություն, էլթնջանություն է։ Մուշա մատ հանգիստ խոսա, մի վիրավորի աղջիկներին։ Չհասկացա։ Ես արդեն անցել ես սրանց կողմը, հա? Ես կարող է դաշնակից եք իրար դարել, հաշտության պայմանագիր եք կնքել Արսեն։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ իմացա, որ տես բան կա, պայմանագիրդ կխասել։ Չէ, այդ ցավը տանեմ, ես աղջիկների հետ ինչի՞ պիտի դաշնակից լինեմ, տես բան չկա։ Ուղղակի որ իրանք ինձ ոչ մի վատ բան չեն արել, դրա համար էլ ես իրանց չեմ ուզում վնասեմ։ Արսեն, իրանք քեզ չեն վնասել, բայց ինձ են վնասել, հասկանում ես։ Բայց որ օրվա դաշնակիցն ենք, որ իրար ձեռ չբռնենք։ Ուղղակի ափսոս չհասցրեցի այդ փոքրիկ սատանան հետևիցս խփեց։ Ահ